Հարտ Տիրոջը, քուրեր եղբայրներ ջան, շնորհակալ ենք մեր Աստծուց այս կանչելի օրվա համար, որ Տերը կամեցավ մեկ շաբաթ էլ ապրենք, մեկ շաբաթ էլ լույս տեսնենք եւ այսօր եկել ենք իր ներկայության առաջ, իր ներկայության մեջ։ Սա շատ կարևոր օր է քուրեր եղբայրներ ամեն մեկիս համար եւ մենք պետքա կտրվենք ամեն տեսակի հոգսերից, ամեն տեսակի ճնշումներ մի կողմ դնենք քուրեր եղբայրներ եւ կենտրոնանանք Աստծո խոսքի վրա, Աստծո ներկայության մեջ մտնելով։ Երբ որ կարդում ենք Եսայի մարգարեության 6-րդ գլուխը, Եսայի մարգարեության 6-րդ գլխի առաջի խոսքից եմ ուզում կարդամ։ Ոզիա թագավորի մահվան տարին Տիրոջը տեսա, որ բարձրում վրացած աթոռի վրա նստած էր, նրա քղանցքը տաճարը կլեցներ։ Վերի կողմը սերովբեներ կկենային անոր առջև, որոնց ամեն մեկը 6 թև ուներ, երկուսով ոտքերը կծածկեին, երկուսով կթրջեին, եւ փոփոխակի կաղաղակեին ու կասեին. Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորքերի Տերը։ Բոլոր երկիրը նրա փառքով լեցուն է, եւ աղաղակի ձայնից դրանց սեմերի հիմերը շարժվեցին, եւ տունը ծուխով լեցվեցավ։ Եսայի մարգարեն նկարագրում է Տիրոջ ներկայության մեծությունը, Տիրոջ ներկայության փառքը, որ սերովբեները թրջում էին նրա կողքերը եւ աղաղակում էին Սուրբ, Սուրբ, Սուրբ է Տերը։ Բայց հետաքրքիրը նա է ժողովուրդ ջան, որ Տիրոջ ներկայության մեջ Եսայի մարգարեի հետ ուրիշ բան էր կատարվում։ Մեկ ուրիշ հարց էր լուծվում իր կյանքի մեջ, որովհետև եթե մեկը ասում է, որ Աստված իմ կյանքում կա, ես էլ Աստծու հետ եմ, բայց իր կյանքում այս process-ը չի կատարվում, ուրեմն նա Տիրոջը չի հանդիպել։ Ուզում եմ կարդալ շարունակությունը։ Երբ որ ասմատիրոջը եւ ասմանած աղաղակի ձայնից դրանց սեմերը հիմերը շարժեցին եւ տունը ծուխով լեցվեցավ, այսինքն Տիրոջ ներկայությունով։ Ես ասեցի. վայ ինձ, ահա կկորսվեմ, որովհետեւ ես պիղծ շրթունք ունեցող մարդ եմ եւ պղծաշուրջ ժողովրդի մեջ կբնակվեմ եւ իմ աչքերս զորքերի Տերը թագավորը տեսան։ Շատ կարեւոր է քուրեր եղբայրներ, Աստված, տեսեք, թույլ է տալիս, որ մարդը, թեկուզ եւ պղծաշուրջ մարդը, թեկուզ եւ այդ ընկած մարդը իր ներկայության մեջ մտնի, իր ներկայության մեջ այդ Տիրոջ փառքը տեսնի, բայց Տիրոջ փառքը տեսնելու հետ մեկտեղ մարդը նաեւ տեսավ իր վիճակը, քուրեր եղբայրներ, մարդը տեսավ իր վիճակը, մարդը հասկացավ ինչ կա իրան ներսում, մինչև այդ ով ուզում է համոզեր ինքը չէր ընդունելու, ով ինչ ուզում է ասեր, գիտեք, այսօր շատ ենք մեկս մեկիս հետ զրուցում, կարող է շատ մեկս մեկիս ասենք դու էս ունես, դու էս թերություն ունես, ես էս ունեմ, բայց բերեք խոստովանենք, որ մենք չենք ընդունում ու չենք էլ հավատում, լա մի բան էլ նեղանում ենք, որ մեզ ինչ որ սխալի մեջ հանդիմանում են, բայց այս մարդը երբ որ Տիրոջ ներկայության մեջ մտավ, ինչպես այսօր այստեղ Տերը ներկա է քուրեր եղբայրներ, հավատում եք թե չէ, Տերը ներկա է այստեղ, եւ մենք պիտի իր ներկայության մեջ մտնենք, եւ մենք պիտի տեսնենք իր փառքը, բայց այստեղ Եսայի մարգարեն երբ որ տեսավ այդ փառքը, Տերը անգամ չխոսեց իր հետ, Տերը բառել չի ասել դեռ, բայց Եսայի մարգարեն ինչ է խոստովանում, ասում է ես պիղծ շուրջ ունեցող մարդ եմ եւ պղծաշուրջ ժողովրդի մեջ եմ ապրում, ես մեռնելու եմ, մեռնելու արժանի եմ, որովհետեւ Տիրոջը տեսա։ Մարդը հասկանում է իր վիճակը, քուրեր եղբայրներ։ Այսօր շատ կարեւոր է, որ ոչ թե մենք արհեստական ինչ որ ասենք, ես մեղավոր եմ կամ ես այս բանը արել եմ, չգիտեմ, այս մեղքը ունեմ կամ են արհեստական բաներ պետք չի Տիրոջ առաջ։
դու մտի Տիրոջ ներկայության մեջ, Տերը քեզ ցույց կտա, դու կտեսնես քո իսկական ներսի աշխարհը, ես կտեսնեմ իմ իսկական բնությունը եւ ես կսկսեմ աղաղակելը, կսկսեմ փառավորելը Տիրոջը եւ հետաքրքիրը նա է, որ Տերը երբ որ ցույց է տալի մարդուն իր վիճակը, դրանից հետո ինչա կատարվում քուրեր եղբայրներ, ասма բայց սերոբեներից մեկը իմ կողմս թռավ եւ ձեռքը կրակի կայծ ուներ եւ սեղանից ունելիով առած էր եւ բերանից դիպցնելով ասավ. ահա ասիկա քու շրթունքների դիպավ ու քու անօրնությունդ վերցվեցավ եւ մեղքիդ քավություն եղավ։ Հետաքրքիրը նա է, որ երբ որ Տերը ցույց է տալի մեզ մեր մեղավոր վիճակը, Տերը նաեւ ելքն է ցույց տալի քուրեր եղբայրներ, Տերը մինչեւ բժշկություն չի անում, չի թողում որ այդ մարդը գնա, Տերը մինչև չի առողջացնում մարդուն, չի մաքրում մարդուն, չի թողում որ գնա, սա մարդու կողմն է ընդունելը, մտնելը Տիրոջ մեջ, մտնելը Տիրոջ ներկայության մեջ, սա մարդու կողմն է քուրեր եղբայրներ, Տերը այսօր պատրաստ է այս պաշտամունքի մեջ քեզ հետ խոսալու, Տերը պատրաստ է դու մտնես իր ներկայության մեջ, մտնես իր փառավոր ներկայության մեջ, որ տեսնես քեզ իսկական քո գնահատականը դու կտաս արդեն։ Մենք շատ հաճախ մեզ գերագնահատում ենք, շատ հաճախ արհեստականորեն թերագնահատում ենք, բայց Աստված ուզում է ճիշտ գնահատականը դու քեզ տաս իր ներկայության մեջ։ Բերեք կանգնենք ոտքի քուրեր եղբայրներ, եւ մեր երկրպագություններով, փառաբանություններով գանք Տիրոջ առաջ, ուզում եմ Հայր մեր աղոթքով սկսենք մեր պաշտամունքը։ Սրտներս բացենք, Տերը ներկա է այստեղ ժողովուրդ ջան։ Տերը ներկա է այստեղ։ Կենտրոնանանք Աստծո խոսքի, Աստծո ներկայության մեջ։